այդ օլիգարխներից մեկի տղեն է պատանդ ձեզ հայտնի երկրում, այն մյուսի ունեցվածքն է պատանդ ձեր հայտնի երկրում։ Երևի ի նկատի ունի Ծառուկյանին, ում տղան Բելարուսում է, եւ Սամվել Կարապետյանին, ում ունեցվածքը Ռուսաստանում է։ Շարունակենք։ Եվ ձեր ընտրությունը դրա մեջ է։ Դուք ուզում եք, որ ձեր երկիրը ղեկավարեն եւ ձեր անունից հանդես գան նրանք, ովքեր պատանդի կարգավիճակում են, բառից բուն իմաստով պատանդի կարգավիճակում։ Շատ ճիշտ եք ասում, պարոն Փաշինյան։ Ուղղակի մի հոգու էլ մոռացաք նշեք։ Մի հատ էլ երկրի ղեկավար կա, որ կողքի պետությունում է պատանդ։ Այդ պետության ասածով ամեն ինչ անում։ Ասում է Արարատին մի նայեք, էլ մերը չի։ Արցախը երբեք էլ մերը չի եղել։ Այդ ցեղասպանությունը մի հատ հասկանանք ոնց ա եղել, ինչ ա եղել։ Հիմա էլ այդ կողքի պետության պահանջով սահմանադրությունն ա ուզում փոխի։ Այդ մարդուն մոռացաք նշեք։ Ախր ձեզ մի քանի անգամ ասել եմ, եթե պատանդ եք, մի հատ նշան տվեք, իմանանք, համ ձեզ կփրկենք, համ էլ հայ ազգը կփրկվի։ Հուսով եմ հունիսի 7-ին մարդիկ կգնան ընտրության եւ հունիսի 8-ին կարթնանանք առանց պատանդ Հայաստանում։